Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում և Ավանեսովի երկրորդ նրբանցքում կոյուղատար համակարգը հաճախ է խցանվում, բայց խնդիրը նոր չէ, բնակիչների խոսքով այն առկա է 25 տարի։ Այս ընթացքում բազմիցս ահազանգել են, դիմել պատասխանատու կառույցներին, թեև Veolia ջրընկերության աշխատակիցները պարբերաբար արձագանքել են ահազանգերին, վերացրել խցանումները, սակայն այստեղ վերջնական լուծում էր անհրաժեշտ։ Երևանի քաղաքապետարանը Տիտոգրադյան փողոցում նորոգման աշխատանքներ էր նախատեսում, ուստի որոշվեց համատեղ լուծել նաև կոյուղու խնդիրը, որպեսզի հետագայում ասֆալտ քանդելու անհրաժեշտություն չառաջանա։ Տիտոգրադյան փողոցում և Ավանեսովի երկրորդ նրբանցքում նախատեսված է փոխարինել 700 գծամետր կոյուղատար։ Այս պահին Տիտոգրադյանում վերակառուցված է մոտ 150 մետր հատված, որի ավարտից հետո տեխնիկան կտեղափոխվի Ավանեսով երկրորդ նրբանցք։ Միաժամանակ փոխարինվեր Տիտոգրադյան փողոցի մոտ 200 մետր հատված խնդիր ունեցող և դպրոցի ու մանկապարտեզով տարածքներով անցնող կոյուղատարների փոխարինման աշխատանքները։ Ընդհանուր երկարությունը կազմում է 700 գծամետր, որից 200-ը Տիտոգրադյան փողոցում, 500-ը բակային հատվածներ, որով կլուծվի դպրոցի և մանկապարտեզի տարածքով անցնող կոյուղատարների խնդիրները։ 200 մետր իրականացվելու է 400 մմ խողովակներով, 500 մետր իրականացվելու է 300 մմ խողովակներով, բակային հատվածը 300 մմ-ով է։ Նախկինում գործողը 200-ից 300 մմ-ը տարբեր տեղեր, տարբեր տրամաչափի։ Հիմա ներկայումս փոխարինվում է ամբողջականը 300 մմ նոր ծալքավոր խողովակներով։ Աշխատանքներն իրականացվում են բարդ պայմաններում, քաղաքի բանուկ հատվածում, մեծ խորության և եղանակային խոչընդոտների պայմաններում։ Անձրևները խանգարում են, անձրևների հետևանքով տեղի ունենում փլուզումներ, դա երկարացնում է աշխատանքների ընթացքը, բայց հնարավորինս արվում է շուտ իրականացնելու համար մոտ 20 օր մինչև մի ամիս կտևի երևի աշխատանքները։ Մեր նկարահանման պահին էլ Ավանեսովի երկրորդ նրբանցքում կոյուղին խցանված էր, սակայն որևէ աշխատանք Veolia թիմը չի կարողանում անել, քանի որ կոյուղագծերն ու դիտահորերը հայտնվել են շինությունների տակ։ Տարիներ շարունակ այս խնդրից դժգոհող բնակիչներն իրականացվող աշխատանքները տեսնելով հույս ունեն, որ ի վերջո այս խնդիրը կլուծվի։ 25 տարի է այս կոյուղի խնդիրը կա, բազմիցս տարբեր իշխանությունների օրոք բողոքել ենք, որ գան այս հարցը լուծեն։ Նոր անցած տարի այս վերջում աչալուրջ եղան, քաղաքապետարանով, քաղաքապետարանով բանով աչալուրջ եղան, եկան այս գիծը առանձին գիծ արեցին պրծան, բայց ոնց որ հարցի լուծումը չստացվավ։ Հիմա էլ ոնց տենում եք ստեյա նույն խցանումը, հիմա այս խցանումը վերացնելու համար ուրիշ եկել են նայել են, շոշի վրից արդեն առանձին գիծ է քաշում, ոնց որ գործին ընթաց կատարվել, ընթաց կա, այնտեղ քանդում են, որպեսզի այս հարցը լուծեն։ Այս պայդրությամբ ջրի մեջ է, այս ցախ ինչքան շենքեր կա, հարակից տարածքներ կան, սաղ ջրի մեջ է։ Բնակչի բարձրացրած հարցերին տեղում արձագանքում է Veolia ջրընկերության ներկայացուցիչը։ Բնակչի բարձրացրած հարցերին կարող եմ կարճ պատասխանել, որ ներկայումս հենց Տիտոգրադյան փողոցինը փոխարինելով շենքերի նկուղում գտնվող ջրերի հարցը կարգավորվել է։ Կոյուղատարը սկսելու է աշխատել նորմալ բնականon հունով եւ շենքի նկուղներում այլևս ջրի կուտակում չի լինելու։ Իսկ այս հասցեներում կոյուղու հետ կապված խնդիրները մի քանի պատճառ ունեն։ Նախ որովհետև խողովակներն են մաշված, հետո նաև խցանումները բացելիս պարզվում է, որ այնտեղ հայտնվում են իրեր, որոնց տեղը ոչ թե կոյուղատարն է, այլ աղբատարը։ Շիշ, կանեստր, կենցաղային սավաններ, շորեր, արտահակ, ինչ ասեք, մարդու մտքով ինչ անցնում է, մենք կոյուղատարից հեռացնում ենք, որը նախատեսված չի իհարկե դրա համար։ Դրանից է լինում խցանումներ, բարդություններ, հնարավոր չի լինում սպասարկել։ Հասցեներում աշխատանքների ավարտը նախատեսված է մոտ 1 ամսից, սակայն կոյուղու վերակառուցումը դեռ գործի կեսն է միայն։ Առավել կարևոր է մարդկանց վերաբերմունքը նոր կառուցված կոյուղատարին։ Սպառողներն էլ իրենց հերթին պետք է աջակցեն ընկերությանն ու նոր կառուցված կոյուղացանցը նպատակային օգտագործեն, դիտահորերը զերծ պահելով կոյուղու համար չնախատեսված կենցաղային աղբից, որի դեպքում խցանումն ուղղակի անխուսափելի է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։